Լոս Անջելեսին կից Անահայմում մեքենայի հարբած վարորդը դուրս է եկել ճանապարհից եւ բախվել ավագ դպրոցի վազքաթիմի աշակերտներին, ինչի հետևանքով վիրավորվել է 7 դեռահաս։ Վթարը տեղի է ունեցել, երբ 16-17 տարեկան մարզիկները կանգնած էին լուսացույցի մոտ։ NBC Լոս Անջելեսի կադրերում երևում է, որ մեքենան անմիջապես տան պարսպին բախվելուց հետո կանգ է առել մայթին։ Վնասվածքները տարբեր են, բայց բարեբախտաբար ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Բոլոր աշակերտները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց հետ է եղել նաև մարզիչը։ Վարորդը նույնպես տեղափոխվել է հիվանդանոց։ Ոստիկանության տեղեկացմամբ 27-ամյա վարորդը վարել է կանաչ լույսով, սակայն կորցրել է մեքենայի վերահսկողությունը եւ հարվածել խմբին։ Նա ունեցել է հարբած լինելու ակնհայտ նշաններ եւ դեպքը քննվում է որպես DUI, այսինքն Driving Under the Influence։ Իսկ այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Վաշինգտոն նահանգում արտակարգ իրավիճակ է։ ԱՄՆ տնտեսությանը վերաբերող մաքսատուրքերի վերաբերյալ ցուցանիշներն են առանձնացրել։ Կարևոր մանրամասներին կծանոթանանք քիչ անց։ Բացահայտ վատաբանում այսի հասցեին։ Դեմոկրատների մեկնաբանությունը դուրս է եկել քաղաքավարության սահմաններից։ Ռուսաստանը առաջին անգամ խառնվում է ԱՄՆ-Վենեսուելա հակամարտությանը։ Մանրամասները քիչ անց։ Արհեստական բանականության ոլորտին վերաբերող մի շարք կարևոր օրենսդրական փոփոխություններ են տեղի ունեցել։ AI-ի մասին այսօր շատ են խոսելու, այնպես որ բաց չթողնեք տեխնոլոգիական նորությունները։ Ինչպես նաև ներգաղթյալների աշխատաշուկայի մասին պատրաստել ենք վերլուծական թեմա, որին կանդրադառնանք հաղորդման վերջում, այնպես որ դիտեք հաղորդումը մինչև վերջ։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին, ես Լենա Կարապետյանն եմ եւ ինչպես միշտ ձեզ կներկայացնեմ Ամերիկայում տեղի ունեցող ամենակննարկվող ու կարևոր թեմաների մասին։ Եթե ցանկանում եք աջակցել մեզ, ապա պարզապես բաժանորդագրվեք մեր ալիքին, չմոռանաք մեկնաբանություններում գրել, թե որտեղից եք հետևում մեզ եւ լայքել տեսանյութը։ Մի խոսքով, ձեր աջակցությունը իսկապես միշտ մեզ ոգևորում եւ ուժ է տալիս, այնպես որ եղեք ակտիվ, իսկ ես անցնեմ օրվա թեմաներին։ Վաշինգտոն նահանգում շարունակվում է արտակարգ դրություն, ինտենսիվ եւ անընդհատ շարունակվող տեղումները գետերի մակարդակը հասցրել են երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշներին, ինչի հետևանքով տասնյակ հազարավոր բնակիչների տարհանման հրաման է տրվել։ Հինգշաբթի առավոտյան ավելի քան 5 միլիոն մարդ Վաշինգտոն նահանգից մինչև Մոնտանա եւ Այդահո գտնվում էր ջրհեղեղի նախազգուշացման տակ։ Վերջին 72 ժամում Կասկադ եւ Օլիմպիկ լեռներում տեղացել է 25-ից 45 սանտիմետր անձրև, ինչն արդեն լրջորեն ծանրաբեռնել է գետային համակարգերը։ Նահանգի գլխավոր դատախազ Բոբ Ֆերգյուսոնի խոսքով առաջիկա ժամերին եւ օրերին մինչեւ 100,000 մարդ կարող է հայտնվել պարտադիր տարհանման հրամանների տակ։ Նահանգապետը նախազգուշացրել է, որ իրավիճակը լիովին անկանխատեսելի է, իսկ ջրհեղեղները կարող են պատմական մասշտաբի հետևանքներ ունենալ։ NBC News-ին տված հարցազրույցում նա նշել է, որ վտանգի գնահատման եւ մարդկանց անվտանգության համար առաջիկա 48 ժամը վճռորոշ է։ Ապրիլին Թրամփի մեկնարկած լայնածավալ սակագնային ծրագրերից հետո նոյեմբերը առաջին ամիսն էր, երբ մաքսատուրքերից ստացված եկամուտները համեմատած նախորդ ամսվա հետ նվազեցին։ Ապրիլին մաքսային մուտքերը կտրուկ աճեցին, հասնելով 15.6 միլիարդ դոլարի։ Տարվա ընթացքում դրանք շարունակում էին աճել, սակայն վերջին ամիսներին աճի տեմպը դանդաղել էր։ Օգոստոսին եւ սեպտեմբերին մաքսատուրքերից ամսական եկամուտը կազմել էր մոտ 29 միլիարդ դոլար, իսկ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել էր հոկտեմբերին։ Նոյեմբերին կառավարությունը ստացել էր 30 ու 75 միլիարդ դոլար ներմուծման մաքսատուրքեր, իսկ հոկտեմբերին այդ թիվը 31 ու 35 միլիարդ դոլար էր։ Այսինքն նոյեմբերին հավաքագրված գումարը փոքր-ինչ նվազել է։ Երբեմն նույնիսկ դեմոկրատ կուսակցության ներսում այս լուծարելու կոչերը դիտվում էին չափազանց ռադիկալ, սակայն Լոս Անջելեսում, Չիկագոյում, Վաշինգտոնում, Նյու Օրլեանում եւ Շարլոթում իրականացված զանգվածային ներգաղթային ձերբակալությունների նոր ալիքը կրկին կուսակցության ներսում ուժեղացրել է հակա այս պահանջները։ Դեմոկրատ թեկնածու Փեթի Գարսիան իր քարոզարշավի մեկնարկին հայտարարել է.
Թող հստակ լինի F-տառով բառը եւ այս ժամանակն է լուծարել այդ կառույցը եւ պատասխանատվության ենթարկել Թրամփին եւ նրա թիմին։ Մեյնում Սենատի դեմոկրատ թեկնածուն եւս խոստացել է խիստ վերահսկողություն սահմանել այսի նկատմամբ, ընդգծելով, որ եթե դեմոկրատները ստանան մեծամասնություն, կառույցը ստիպված կլինի հրապարակել իր գործողությունները եւ իրավական պատասխան տալ դրանց համար։ Նա նշել է. այսպիսի կառույցները, որոնք օգտագործվում են մարդկանց վախեցնելու եւ զանգվածային ձերբակալություններ իրականացնելու համար, չեն կարող գոյություն ունենալ ապագայում։ Պետք է լինի բաց քննարկում եւ անհրաժեշտության դեպքում նաեւ դատավարություններ։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պահանջել է, որ Թրամփի վարչակազմը բացատրի, թե ինչ հիմքերով է ԱՄՆ բանակը բռնագրավել Վենեսուելայից եկող նավթով լցված տանկերը։ Դեսպանների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ Վաշինգտոնը պարտավոր է արդար եւ թափանցիկ լինել միջազգային հանրության առաջ եւ ներկայացնել փաստերը, որոնց վրա հիմնվել է այս որոշումը։ ԱՄՆ արտահայտության նախարարը պաշտպանել է գործողությունը, պնդելով, որ նավթը պատժամիջոցների տանկեր եւ կապված էր օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություններին աջակցող ապօրինի նավթային սխեմայի հետ։ Միաժամանակ մի շարք գործընկեր երկրներ դժգոհել են, որ Վաշինգտոնը նման քայլ է արել առանց նախապես տեղեկացնելու։ Լավրովը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ի գործողությունները հակասում են Վենեսուելայի վերաբերյալ իրենց իսկ հռչակած մոտեցումներին։ Նրա խոսքով անհասկանալի է, թե ինչպես է Վաշինգտոնը գնահատում իրավիճակը։ ԱՄՆ-ն մի կողմից պահանջում է Մադուրոյի հրաժարականը, միաժամանակ ամերիկյան Շևրոնը շարունակում է վենեսուելական նավթի գնումները։ Նա հավելել է, որ դեռ պարզ չէ տանկերում ինչ քանակի եւ ինչպիսի վառելիք է եղել, եւ այս հարցին եւս պետք է կոնկրետ պատասխան տալ։ Դեմոկրատ սենատոր Մեգի Հասսանը եւ հանրապետական սենատոր Ջոշ Հոուլին նամակներ են ուղարկել ԱՄՆ-ի ամենամեծ արհեստական բանականության ընկերություններին, պահանջելով պարզաբանել, թե ինչ քայլեր են նրանք ձեռնարկում, որպեսզի կանխեն արհեստական բանականությունով իրականացվող խաբեություններն ու վիրտուալ խարդախությունները։ Նամակները ուղարկվել են հետևյալ ընկերություններին՝ Anthropic, Google, Meta, Microsoft, OpenAI, Perplexity եւ XAI։ Սենատորները ցանկանում են պարզել, թե ինչ համակարգեր են կիրառում արհեստական բանականության ընկերությունները խաբեությունները վաղ փուլում հայտնաբերելու համար, ինչպես են դրանք ստուգում օգտատերերի ինքնությունը, բացառում կեղծ գրանցումները եւ ինչ ձևով են համագործակցում ԱՄՆ կառավարության հետ։ Սենատորների խոսքով արհեստական բանականության զարգացման հետ մեկտեղ խաբեբաները նույնպես զարգացնում են իրենց մեթոդները։ Արհեստական բանականության արագ հնարավորություններն օգտագործելով հանցագործները կարող են հեշտությամբ նոր թիրախներ գտնել, նրանց մասին տվյալներ հավաքել եւ անհատականացված խաբեություններ պատրաստել։ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի նոր ուսումնասիրության համաձայն COVID պատվաստումները շարունակում են էֆեկտիվորեն պաշտպանել երեխաներին ծանր հիվանդություններից։ 2024-ի օգոստոսից մինչև 2025-ի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում պատվաստումները 9 ամսեկանից մինչև 4 տարեկան երեխաների դեպքում շտապօգնության այցելությունները նվազեցրել են 76%-ով, իսկ 5-ից 17 տարեկանների շրջանում 56%-ով։ Ուսումնասիրությունն ընդգրկել է մոտ 98,000 բժշկական այց եւ գնահատել է բացառապես 2024-25 թվականներին իրականացված պատվաստումների հավելյալ ազդեցությունը։ Տվյալները հակասում են առողջապահության նախարարի վերջին հայտարարություններին, որոնցում նա կասկածի տակ է դնում COVID-ի պատվաստումների արդյունավետությունն ու օգտակարությունը երեխաների համար։ Այսը հայտարարել է, որ այս ամսվա սկզբին մեկնարկած Operation Metro Search ծրագրի շրջանակում Մինեսոտայում արդեն իրականացվել է ավելի քան 400 ձերբակալություն։ NBC News-ի բացառիկ կադրերում երևում է գործողությունները կատարվել են սաստիկ սառնամանիքի պայմաններում, երբ փողոցներում գրեթե մարդ չկար, ինչն ըստ այսի բարդացնում էր որոնումները։ Երկրի տարբեր շրջաներից գործողությանը մասնակցել է շուրջ 100 այսի գործակալ։ Այսը NBC News-ին խնդրել է չհրապարակել իր աշխատակիցների ինքնությունը, նշելով, որ բողոքողները արգելափակում են ծառայողական մեքենաները, հետևում գործակալներին եւ նույնիսկ AirTag ամրացնելով ստուգում նրանց տեղաշարժը։ NBC-ի նկարահանող խումբը տեսել է, թե ինչպես են բողոքողները սուլիչնելով մոտենում այսի մեքենաներին եւ փորձում խանգարել նրանց աշխատանքը։ Մեկ այլ գործակալ NBC-ին պատմել է, որ սեփական անվտանգության համար ստիպված է եղել փախչել իրեն հետապնդող մեքենայից եւ մտնել մոտակա ռազմական բազա։
Սան Ֆրանցիսկոյում հսկայական պայթյուն է տեղի ունեցել։ Տեսագրություններում երևում է, թե ինչպես է բնակելի տունը բառացիորեն պայթում և օդ բարձրանում։ Վերջին տվյալներով առնվազն 6 մարդ է տուժել, սակայն իշխանությունները նշում են, որ այս թիվը կարող է աճել։ Ոստիկաններն ու հրշեջները խիտ ծխի պայմաններում շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները։ Փրկարարների հաղորդման պայթյունից անմիջապես հետո մեծ հրդեհ է բռնկվել, որը տարածվել է հարևան տների վրա։ Նախնական պատճառը ըստ պաշտոնական աղբյուրների կենցաղային գազի պայթյունն է։ Time ամսագիրը հայտարարել է, որ 2025-ի տարվա մարտ կոչումը շնորհում է արհեստական բանականության ճարտարապետներին։ Խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր ստեղծում, ձևավորում և առաջ են մղում արհեստական բանականության տեխնոլոգիաները։ Ամսագիրը նշում է, որ այս տարի արհեստական բանականությունը հանդես է եկել համատարած բոլոր ոլորտներում, սկսած ուսումնական հաստատություններից մինչև արդյունաբերական ձեռնարկություններ։ Time-ի գլխավոր խմբագիր Սեմ Ջեյքոբսը Today-ի եթերում նշել է, այս տարի վերջապես ոչ թե խոսվում է ապագայի արհեստական բանականության հնարավորությունների մասին, այլ իսկապես ստեղծվում էր այն։ Այդ ամենը իրականություն դարձավ, քանի որ մասնագետները սկսեցին մրցել միմյանց հետ։ Իսկ դրա հետևանքները հասարակության կյանքում հսկայական փոփոխություններ կարող են անել։ Շարունակելով թեման նշեմ, որ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, որը արհեստական բանականության ոլորտում գործող ընկերությունների հանդեպ զգալիորեն սահմանափակում է նահանգների իրավասությունը։ Հրամանը թույլ է տալիս դաշնային կառավարությանը արգելել կամ թուլացնել տեղական օրենքները։ Սպիտակ տան հաղորդմամբ հրամանի հիմնական նպատակն է պահպանել ԱՄՆ-ի առաջնորդությունը արհեստական բանականության ոլորտում, ապահովելով նվազագույն համազգային սահմանափակումներ։ Օվալաձև սրահում ելույթ ունենալով Թրամփը շեշտել է, եթե արհեստական բանականության ընկերությունները ստիպված լինեն աշխատել 50 նահանգի 50 տարբեր կանոններով, ապա որևէ մեկը չի շարունակի իր գործունեությունը ԱՄՆ-ում։ Այսօր ցանկանում եմ ներկայացնել վերջին ԱՄՆ ներգաղթյալ աշխատուժի կառուցվածքի վերաբերյալ ամենաթարմ տվյալները։ Դրանք ցույց են տալիս, թե որ ոլորտներում են ներգաղթյալները ամենաակտիվ եւ ինչ դեր ունեն նրանք երկրի տնտեսության հիմնական հատվածներում։ Հիշեցնեմ, որ ներգաղթյալները կազմում են ԱՄՆ ընդհանուր աշխատուժի շուրջ 1/5-ը։ Վերջին տվյալներով ներգաղթյալները մի շարք ոլորտներում զգալի մասնաբաժին ունեն։ Ներգաղթյալների շրջանում ըստ ոլորտների ամենատարածված աշխատատեղերն են գյուղատնտեսությունը 50%-ով, մաքրություն եւ շենքերի սպասարկում 38%-ով, շինարարություն 31%-ով, սպասարկում եւ սննդի ոլորտ 28%-ով, արտադրություն եւ փաթեթավորում 27%-ով, այս ամենին հաջորդում է տնային խնամքն ու հիվանդների սպասարկումը 24%-ով, տրանսպորտ, առաքում 22%-ով եւ այլն։ Այժմ առանձին դիտարկենք բարձր հմտություններ պահանջող ոլորտների զարգացումները։ Pew Research-ի եւ BLS-ի տվյալները ցույց են տալիս, որ ՏՏ, ինժեներական եւ բժշկական ոլորտներում ներգաղթյալ մասնագետների ներգրավվածությունը տարեցտարի բարձրանում է։ Ամենամեծ աճ գրանցող բարձր հմտություններ պահանջող ուղղություններն են ՏՏ-ն եւ software ոլորտը, ինժեներական մասնագիտությունները եւ բժշկական ու հետազոտական ոլորտները։ Վերջին տարիների տվյալները ցույց են տալիս եւս մեկ կարևոր միտում։ Այն ոլորտները, որոնք մեծապես կախված են ներգաղթյալ աշխատուժից, շարունակում են մնալ տնտեսության կայունության հիմնական հենասյուները։ Մյուս կողմից, բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներգաղթյալ մասնագետները դառնում են նորարարության կարևոր շարժիչ ուժերից մեկը։ Եզրափակելով կարելի է ասել, որ այն աշխատանքները, որոնք աշխատատար են, վտանգավոր կամ ունեն աշխատուժի մշտական պակաս, իրականացվում են ներգաղթյալների միջոցով, իսկ բարձր հմտություն պահանջող մասնագիտություններում ներգաղթյալների ներկայությունը շարունակաբար ուժեղանում է, դառնալով նորարարական աճի կարևոր գործոն։ Ներկայացուցիչների պալատան ընդունել է օրինագիծ, որը չեղարկում է Թրամփի ստորագրած գործադիր հրամանը եւ վերականգնում է մոտ 1 միլիոն դաշնային աշխատողների կոլեկտիվ բանակցություններին մասնակցելու իրավունքը։ Ըստ քվեարկության 231 падգամավոր կողմ էր, 195-ը դեմ եւ զարմանալիորեն 20 հանրապետականներ միացան դեմոկրատներին։
Օրինագիծը հեղինակել էին դեմոկրատ Ջերեդ Գոլդենը և հանրապետական Բրայան Ֆիցպատրիկը։ Հիմա այն պետք է գնա Սենատ, որտեղ դեռ պարզ չէ, արդյոք քվեարկություն տեղի կունենա, թե ոչ։ Սա գործով ապացուցված համերաշխություն է, հպարտ է այն երկկուսակցական կոալիցիայով, որը կարողացավ ընդունել այս օրինագիծը, գրել է Գոլդենը X-ում։ Թրամփի նախկին գործադիր հրամանը սահմանափակում էր դաշնային աշխատողների կոլեկտիվ բանակցությունները այն գործակալություններում, որոնք կապված են ազգային անվտանգության հետ։ Այն հիմնվում էր 1978 թվականի օրենքի վրա, որը հետախուզական ու քննիչ մարմինների համար բացառություններ էր թույլ տալիս։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչ հետաքրքիր նորություններ և թեմաներ են հրապարակված մեր Facebook-յան էջում։ Սպիտակ տունը ընդլայնում է իր ներկայությունը TikTok-ում Թրամփի վարչակազմի նախարարների կաբինետի համար գործարկելով նոր պաշտոնական էջ։ Առաջին հրապարակած տեսանյութում երևում է ներքին անվտանգության քարտուղարը, փոխնախագահ Վենսը, պաշտպանության քարտուղարը և նախագահ Թրամփը։ Էջի բիոյում նշվում է, որ այն կառավարվում է Սպիտակ տան կողմից։ Սա վարչակազմի արդեն երկրորդ TikTok-ի հաշիվն է։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալների հիման վրա կարմրուկի դեպքերի թիվը ԱՄՆ-ում հասել է 2000 թվականի հիվանդության վերացումից ի վեր գրանցված ամենաբարձր մակարդակին։ Այս տարվա սկզբից երկրում արձանագրվել է ավելի քան 1900 դեպք։ Վարակների ամենախոշոր օջախը Թեքսասն է, որտեղ արձանագրված դեպքերը կազմում են երկրի ընդհանուր ցուցանիշի մոտ կեսը։ Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հրապարակել է արհեստական բանականությունով ստեղծված մի տեսանյութ, որտեղ նախագահ Թրամփը, պաշտպանության քարտուղարը և Սպիտակ տան աշխատակազմի փոխխորհրդականը ներկայացված են ձեռնաշղթաներով։ Տեսարանում նրանք նստած են դրսում, աստիճանների վրա, ձեռքերը մեջքի հետևում, իսկ էկրանին հայտնվում է It's Cuffing Season, ձեռնաշղթաների սեզոն է գրությունը։ Հուսով եմ, որ հավանեցիք այսօրվա հաղորդումը։ Եթե չեք հասցրել դիտել մեր նախորդ հաղորդումը, կարող եք անցնել հենց այս հղումով և ծանոթանալ բոլոր մանրամասներին։ Այսօրվա համար պատրաստել ենք այսքանը։ Կհանդիպենք երկուշաբթի օրը, ինչպես միշտ 5:30-ին։ Հաջողություն։